Բարեձեզ հորիզոնը սկսում է աշխատանքը։ Ադրբեջանը հերթական տեղեկատվություն է տարածել Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը թե իբր ապրիլի 8-ին ժամը 19:20-ից 22:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմիրությունների նախագահի հետ։ Հանդիպան ընթացքում նախագահները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ընդլայնելու հնարավորությունները։ Ներդրումային միջավայրի խթանման եւ համատեղ նախաձեռնությունների իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով անդրադարձ է կատարվել անհրաժեշտ քայլերի ակտիվացմանը։ Հանդիպան ավարտին նախագահները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակել խորացնել երկկողմ հարաբերությունները եւ բացահայտել նոր համագործակցային հնարավորություններ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաև Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի նախագահի հետ։ Կողմերը երկուստեք շեշտել են տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությունը։ Այս համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը միանշանակ դիրքորոշում ունի հարևանների հետ հարաբերությունները կառուցել բարիդրացիության եւ խաղաղ գոյակցության սկզբունքների շուրջ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություն եւ հանդիպել Աբու Դաբիի, Սորբոնի եւ Նյու Յորքի համալսարանների հայ ուսանողների հետ։ Անմիջական եւ ջերմ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հետաքրքրվել է ուսանողների ուսումնառության ընթացքով, ապագայի ծրագրերով եւ պատասխանել է նրանց հուզող հարցերին։ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին։ Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը։ Mrs. Sona Ghazaryan from Armenia. Thank you, Madam President. Տիկին նախագահ, հարգարժան գործընկերներ, արտաքին միջամտությունն այլևս բացառիկ երևույթ չէ։ Այն վերածվում է մշտական ճնշման, անաղմուկ, ռազմավարական եւ հաճախ անտեսանելի։ Այն չի դրսևորվում բացահայտ ագրեսիայի ձևով։ Արտաքին միջամտությունը մեկ հարված չէ, այլ ռազմավարություն, ապա տեղեկատվական արշավներ, որոնք կասկածներ են սերմանում մեր ընտրություններում, կիբերհարձակումներ, որոնք խարխլում են վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ, ֆինանսական խողովակներ, որոնք թափանցում են քաղաքական դաշտ եւ նպատակային փորձեր ներսից բևեռացնելու եւ ապակայունացնելու բաց հասարակությունները։ Վերջերս գնալով ավելանում է մտահոգությունն այն մասին, թե ինչպես են TikTok-ը եւ նման հարթակներն ու սոցիալական մեդիայի այլ ձևերը ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Հայաստանում եւս մենք բախվում ենք նմանատիպ մարտահրավերների։ Varieties of Democracy նախաձեռնությունը արձանագրել է, որ արտաքին միջամտությունն առկա է նաեւ Հայաստանում, լրատվամիջոցների միջոցով, որոնք ֆինանսավորվում են երրորդ կողմից։ Որպես օրենսդիր ես արձագանքում եմ երկու առանցքային ուղղությամբ՝ օրենսդրական նախաձեռնություններ, ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելու համար եւ մեդիա գրագիտության զարգացման ներդրումներ դեռ վաղ տարիքից։ Բայց կա ելք, եւ այն սկսվում է հստակ պատկերացումից, թե ինչի առաջ ենք կանգնած եւ ինչ լուծումներ են անհրաժեշտ։ Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը։ Այն պետք է լինի ոչ միայն ազգային, այլև ժողովրդավարական, ոչ միայն ռազմական, այլև թվային, տեղեկատվական եւ քաղաքացիական։ Մենք պետք է ներդրումներ կատարենք ոչ միայն պաշտպանական համակարգերում, այլև հանրային դիմադրողականության մեջ։ Պետք է ամրապնդենք մեր հասարակությունների դիմակայունությունը կրթության, մեդիա գրագիտության եւ թափանցիկության միջոցով։ Եվ ամենակարևորը, պետք է միասին աշխատենք։ Thank you. Միացյալ Նահանգների կոնգրեսի հայկական հարցերով երկուսակցական հանձնախումբը նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլսին, պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը եւ Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել Միացյալ Նահանգների քաղաքականությունը, պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Նամակը ուղարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման մասին վերջին հայտարարությունների համատեքստում։ Բանն այն է, որ ադրբեջանական կողմը պահանջում է փոփոխություններ Հայաստանի սահմանադրությունում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պատրաստ են փոքր քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ստեղծելու համար, դրա խոսքով բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն առաջին քայլերը հնարավոր են։ Ալիևն ասել է, թե մի քանի նման նախաձեռնություններ են առաջարկել վրացի գործընկերները եւ Բաքուն տվել է դրական պատասխան։ Այժմ սպասում են Երևանի արձագանքին։ Որպես հնարավոր քայլեր Ալիևը նշել է լրագրողների փոխայցելությունները, անդրսահմանային գետերի հետ կապված հարցերի համատեղ քննարկումները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը։ Նիստին ներկայացվել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստմանը եւ ազգային փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներառելուն վերաբերող հարցեր։ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը մշակել լեզուների մասնագետների պատրաստման ծրագիր եւ ներկայացնել հաջորդ նիստին։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ներկայացվել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ավելի շատ անդրադարձել է խնդիրներին, որոնք իր գնահատմամբ շուտապույտ լուծումներ են պահանջում։ Առաջինը եւ ամենակարևորը մենք շատ ենք խոսացել դրա մասին եւ դուք գիտեք այդ խնդիրը, կիսում եք այդ մտահոգությունները, դա կարգավորման շրջանակների ընդլայնումն է եւ կանոնակարգերի ներդաշնակությունը։ Եվ մենք նկատի ունենք ավանդական մեդիան, որը այսօր կարգավորվում է այս կամ այն չափով, դա հանրային մուլտիպլեքսում լիցենզավորված կազմակերպություններն են, դա հեղինակազորված տեսալսողական ծառայություններ մատուցողներն են եւ դա ցանցային օպերատորներն են։ Թվով մոտ 130 իրավաբանական անձ եւ որոնք այսօր արդեն նրանք չեն կազմում տեսալսողական մեդիայի մեծամասնությունը։ Եվ բոլոր չափումների համաձայն եւ աշխարհում եւ Հայաստանում հասարակությունը, բնակչությունը, քաղաքացիները տեղեկատվության մեծ մասը ստանում են համացանցի միջոցով։ Համացանցում գործում են տասնյակ, այսպես կոչված TV-like հեռարձակողներ, հեռուստանման, որոնք կարգավորումից դուրս են եւ այն վտանգները, որը մենք այսօր ունենք, սպառնալիքները կապված եւ տեղեկատվական անվտանգության հետ, եւ լեզվական, եւ երեխաների վրա ազդեցության մտավոր եւ հոգեկան առողջության, եւ ապատեղեկատվության, եւ ճշտամանքի խոսքի դուք շատ լավ գիտեք, առաջին հերթին գեներացումը համացանցում։ Ամբողջ աշխարհում այս խնդիրը արդեն սկսել է լուծվել, մեր մոտ նույնպես դա պետք է անել։ Մենք մոտորապես հաշվարկեցինք ինչքան այդպիսի հարթակներ ունենք համացանցում, ըստ աշխարհում կամ Եվրոպայում ընդունված չափորոշիչների, դա խմբագրական քաղաքականությունն է, դա օրեկան ինչ որ քանակի հաղորդումներն են, օրինակ 6 ժամից ոչ պակաս, դա հաղորդացանկն է, դա հետևորդների թիվն է սոցիալական ցանցերում, Facebook-ում, YouTube-ում, եւ մենք ստացել ենք Հայաստանում մոտ 40 այդպիսի հեռուստանման հարթակներ, որոնք մեր կարծիքով պետք է պարտադիր կանոնակարգվեն։ Երկրորդը դա ատելության խոսքի եւ ապատեղեկատվության դեմ պայքարն է, հստակ չափանիշների շնորհիվ, որի մասին եւս մի քանի անգամ խոսացել ենք։ Ցավոք մենք այսօր չունենք նույնիսկ ատելության խոսքի սահմանումը, եւ այդ պատճառով մենք մի քանի անգամ դատարաններում պարտվել ենք մեր իսկ հարուցած գործերը, վճռները, ըստ ՍԵՊԱ-ի պահանջների մենք արդեն պետք է ունենայինք այս տարվա սկիզբ ատելության խոսքի սահմանումը, բայց ցավոք մենք դա դեռ չենք ստացել, դա հանձնաժողովի իրավասություններից դուրս է, երբ որ մենք կստանանք այդ սահմանումը եւ դուք մենք կարող ենք դա իմպլեմենտացնել արդեն մեր օրենսդրության մեջ եւ հստակեցնել եւ կարողանալ ավելի էֆեկտիվ պայքարել ապատեղեկության եւ ատելության խոսքի դեմ։ Ուզում եմ հասկանալ ումից ենք սպասում եւ ինչի ենք սպասում եւ ինչքան պիտի սպասենք եւ նաեւ ոնց որ թե այսինքն ինքը ընդունված կա, ասեցիք ՍԵՊԱ-ով կա ոնց որ թե ամենայն դեպս միջազգային փորձ, եվրոպական փորձ նման կա, այսինքն նման սահմանում գոյություն ունի աշխարհում։ Ճիշտ եք ասում եւ այդ բանի մեջ, schedule-ի մեջ դրածա որ արտադատության նախարարությունը վերջնաժամկետը 2025 թվականի
առաջի երամսյակն է։ Գրած ասաղ նայել ենք, այսինքն մենք հույս ունենք, որ այս քանի օրը կստանակերվի այդ սահմանումը եւ կփորձենք դա կիրառել մեր գործունեության մեջ կամ արդեն իմպլեմենտացվի բանի մեջ, օրենսդրության մեջ երևի։ Այսինքն 25 թվականի առաջի երամսյակ, բայց ես կարծում եմ ամեն ինչ պետք չի սпасել, որ եվրոպացիների բանով լինել, մենք էլ կարենք վաղուց այդ խնդիրը կա լուծենք։ Եթե չի ստացվում ատելության խոսքի հետ կապված խնդիրները հասցեագրել հեռուստատեսություններում։ Հիմա ինչ տարբերություն, որ եւս 40 մեդիա տանք ու վերահսկի այս հանձնաժողովը ու չկարողանա եւս 40-ի խնդիրը հասցեագրել։ Ավելի մեծ տարբերություն կա հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների բովանդակությամբ, որոնք վերահսկվում են եւ ոչ։ Կոշտ քննադատությունը մենք չենք բանանում, նույնացնում ատելության խոսքի հետ։ Ատելության խոսք հանրային մուլտիպլեքսում գրեթե չի հնչում։ Շատ կոշտ քննադատություն ատելության խոսքը հնչում է մենակ այն հարթակներում, որոնք չեն վերահսկվում։ Եթե նրանք սկսեն վերահսկվելը եւ պարտադիր չի հանձնաժողովի կողմից։ Մենք խոսում ենք վերահսկողության ինստիտուտի մասին, ապա նրանք ստիպված կլինեն այդ կանոնները պահպանել քիչ թե շատ։ Շիրակի մարզի ջրամբարները էականորեն լցվել են ձնհալից ու անձրևներից, թեև բարձրադիր գոտիներում դեռ ձյունը չի հալվել ու գարնան կեսին ձյուն է սպասվում, բայց նախորդ տարվա համեմատ արդեն ավելի շատ ծավալի ջուր կա մարզի բոլոր ջրամբարներում։ Մանրամասները Գյումրիի Շանթի մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում։ Ռոռոկման սեզոնին ընդառաջ Կառնուտի ջրամբարում մեկնարկել են Շիրակի մայր ջրանցքից բաստողնովող ջրի կուտակման աշխատանքները։ Հաշվի առնելով ջրի օրական ծավալները կանխատեսվում է մինչև մայիս Կառնուտի ջրամբարում կուտակել 17 միլիոն խորանարդ մետր ջուր։ Ձնհալից ու տեղումներից բացի Կառնուտի ջրամբարում ծավալն ավելանում է Արփի լճի ջրային պաշարների հաշվին։ Սա կոչվում է դոտացիոն կարգով ջրալրում Կառնուտի համար, որն էլ տեղ է հասնում Շիրակի մայր ջրանցքով։ Վարկյանում մինչև 3000 խորանարդ մետր ջուր է բաց թողնվում ջրամբար։ Այսպիսի ինտենսիվությամբ ջուր կուտակելու դեպքում նախնական հաշվարկներ կան, որ մինչև ռոռոկման սեզոնը հայտարար են բացված, ջրամբարում կուտակված ջուրը լիովին կբավարարի Ախուրյանի տարածաշրջանի ցածրադիր գոտիների ցանկատարածքների ռոռոկման ջրի պահանջարկը։ Փորձը ցույց է տվել, որ Կառնուտի ջրամբարի տակ իշխող հողատարածքներին ու 16 միլիոնը բավարար է, պլյուս ընթացքում էլ ունենք նորից մուտքեր, որը բավարարում է ջրամբարի տակ գտնվող հողատարածքներին։ Նախորդ տարի Շիրակ ջրօգտագործողների ընկերությունը ջուր է տվել 4500-ից 5000 հեկտար ոռոգելի ցանկատարածքների։ Այս թվերի ու ծավալների մասին են խոսում գյուղացիական տնտեսությունների հետ կնքված պայմանագրերը։ Մինչև նոր գյուղատնտեսական տարվա մեկնարկը ընկերությունը սպասվում է, որ պայմանագրերը կավելանան, որովհետև պետության բուսաբուծության աջակցության այս տարվա ծրագրով մարզում տարբեր տեսակի մշակաբույսերի վարուցանքի ծավալներն են աճելու։ Կառավարության կողմից հաստատվել է բուսաբուծության աջակցության ծրագիրը, որը խրախուսում է կանանացան հացահատիկային, հատիկնդեղեն, կերային եւ աշնանացան ցորենի ցանկատարությունների ավելացումը գյուղացիական տնտեսությունների դրանով պայմանավորված բնականաբար ունենանք ցանկերի աճ, ցանկատարությունները կավելանան։ Մարզի ցածրադիր հատվածներում գյուղացիական տնտեսություններն արդեն գարնանացանի գործն են սկսել։ Բնական ու դոտացիոն եղանակներով մարզի ջրամբարներում ջուրը հիմա կուտակվում է, այս պահին կա նորմայի սահմաններին մոտ ծավալ, բայց թե ինչ կսպասվի ռոռոկման եռուն շրջանում, էլի կախված է բնությունից ու ջրային կորուստների կանխարգելումից։ Այս պահի դրությամբ Սառնախբյուր, Վարդակար, Թավշուտ, Մանտաշ եւ Ջաջուրի ջրամբարներում բոլոր տեղերում էլ ունենք նախորդ տարվա համեմատությամբ ավել ջուր եւ եղանակային պայմաններով պայմանավորված տեղումների քանակով դրանց ծավալները այդ այսօր արդեն ավելանալու են։ Մարզում մայիս-հունիսին է սպասվում ձնհալը, մասնակիցներն այդպես են ասում ու այդ ընթացքում է ջրամբարներում ջրի ծավալ ավելանում։ Վարդակարի ջրամբարում որոշակի քանակի ջուր կա, իսկ Սառնախբյուրում ջրալրումներ դեռ չկան։ Առայժմ մերյալ ծավալի ջուրն է, որով գնացել է ձմեռացման։ Փառք Աստծո, այս տարի Վարդակարի ջրամբարում ունենք մուտք 250 լիտր վայրկյանում եւ ունենք կուտակված մոտավորապես 1.5 միլիոն խորանարդ մետր ջուր, իսկ Սառնախբյուրի մասով կարող եմ ասել, որ Ձնհալքը հələ չի սկսվել, այնտեղ սառած է, բարձր է, որտեվ այնտեղ այս պահին տատար է։ Սպասենք տեղումներին եւ Ձնհալքին։ Մանտաշի ջրամբարում այս պահին եւս նախորդ տարվա համեմատությամբ ավել ջուր կա կուտակված, ճիշտ է, տարբերությունը շատ չէ, բայց
նախորդ տարվա համեմատ շուրջ 1 միլիոն խորանարդ մետրով ավելի ջուր կա կուտակված եւ դա հնարավորություն է տալիս, որ այն սեզոնին, երբ որ ջրապահանջարկ կա, անհրաժեշտություն կա ջրի, այդ սեզոնին ավելի շատ ջուր կունենանք կուտակված։ Բավարար քանակի ջուր կուտակում են, բայց սովորաբար չի հերիքում, որի պատճառները մեծամասամբ ջրային կորուստներն են։ Շիրակ ջրօգտագործողների ենթակայության տակ գտնվող ջրատարների ու կուտակիչ ավազաններում մաքրման, ամրացման աշխատանքներ տարել են։ Աղբից ազատել են տարածքները, նույն խնդիրն ունեն նաև Շիրակի Մայր ջրանցքի ջրատարները, որոնցում մեծ ծավալի կենցաղային աղբ է կուտակվում ամեն տարի։ Շիրկանալի կողքով անցնող գյուղերի կամ գյուղերի միջով անցնող այդ գյուղերի ազգաբնակության խնդրանքով է այդ աղբը մի լցնեք այդ կանալը ամբողջությամբ գնում է կառնուտի ջրամբար։ Աղբամանները դրած է, որ գյուղով անցնում ես աղբամանները դրած է։ Աղբը փոխանակ շիրկանալը ուղղորդեք աղբամանները, դժվար է ինչը։ Ամեն տարի մաքրում ենք այդ պլաստիկ շշերը, որը թունավորում է։ Ջրամբարներում տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ եւս ամեն տարի կատարվում են, դրանցում վերակառուցման, վերանորոգման լուրջ աշխատանքներ են անհրաժեշտ։ Պատվարի ամրացում է իրականացվում միայն Արփիի ջրամբարում, որով պայմանավորված ջրի մակարդակը նվազեցվել է։ Մինչև ռոռոկման սեզոնը աշխատանքները կավարտվեն։ Մարինե Դիրբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այսքանը կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։